Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցելու եմ Հայ-ԱԿՖ միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ, պարոն Չալաբյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Չալաբյան, այսօր առաջին հանրապետության օրն է, ինչպես նաև մայիսյան հերոսամարտերում մեր հաղթանակի օրը, ինչի առթիվ այսօր Հայաստանի կառավարությունը կազմակերպեց զորահանդես, ինչ տպավորություններ ունեք այդ զորահանդեսից։ Նախ թույլ տվեք մեր բոլոր ունկնդիրներին շնորհավորել Հանրապետության օրվա եւ մայիսյան հաղթանակների կապակցությամբ։ Ես հատուկ ուզում եմ նշեմ, որ մեր այսօրվա երրորդ հանրապետությունը իր արմատներով գնում է մայիսյան հաղթանակները։ Եվ եթե չլիներ հայ ժողովրդի անձնվեր դիմադրությունը Սարդարապատում, Բաշապարանում եւ Ղարաքիլիսայում, մենք այսօր այս հանրապետությունը չենք ունենա, մենք դա պետք է գիտակցենք։ Մեր ամբողջ տարածքները կբաժանվեին Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև եւ մեզ բաժին կընկներեն ճակատագիրը, որը բաժին ընկավ, ասենք Նախիջևանին կամ այսօր մենք տեսնում ենք Արցախի դեպքում։ Ոստի ես կարծում եմ, որ այսօր մենք պետք է իսկապես գլուխներս խոնարհենք եւ փառք տանք մեր այն հերոսական նախնիներին, որոնք 20-ից 108 տարի առաջ իսկապես ծայրահեղ բարդ պայմաններում, ծայրահեղ բարդ այն պայմաններում, երբ որ մինչև այդ Օսմանյան բանակը ամբողջ արևմտյան Հայաստանը 3 ամսում տարածորեն գրավել էր, իսկ դա այսօրվա Հայաստանից 4-5 անգամ ավելի մեծ տարածք էր, ներխուժել էր արևելյան Հայաստան եւ թվում էր, որ արդեն էլ ոչ մի իսկապես երկու ճար չկա, մեր ժողովրդի խենթ որդիները գտան այդ երկու ճարը, այդ հնարը եւ կարողացան Օսմանյան բանակին հետ մղեն։ Ոստի իսկապես շնորհավորում եմ մեզ բոլորիս եւ ուզում եմ ցանկանալ, որ մենք այդ падգամը շարունակաբար միշտ պահենք մեր սրտներում եւ ինքներս արժանի լինենք մեր նախնիներին։ Այդ դրանից հետո ունեցանք ժամանակավոր պետության բարդույթ, ինչպես այսօր ձևակերպես Նիկոլ Փաշինյանն ասում է, հիմա պետք է դա հաղթարենք եւ գնանք հարատև պետականության ձգտման։ Նախ ես չեմ կարծում, որ մենք ունենք ժամանակավոր պետության բարդույթ։ Իրականությունն այն էր, որ ամբողջ Անդրկովկասը 1918 թվականին բոլշևիկյան կառավարությունը ելնելով իր սեփական մարտավարական նպատակներից ճանաչել էր անկախ Բրեստ-Լիտովսկի պայմանագրերով 1918 թվականի մարտին։ Բայց նրանից հետո երբ որ ավարտվեց քաղաքացիական պատերազմը Ռուսաստանի տարածքում կամ ավելի շուտ Ռուսաստանի հարավում, որովհետև արևելքում դա շարունակվել է մինչև 22 թիվը, նրանք իրանց ունեցած զինված ուժերը ուղղակի օգտագործեցին նրա համար, որ վերանվաճեն Անդրկովկասը։ Ոստի ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ շանս ուներ այդ պայմաններում։ Եվ Փաշինյանի ասածը պատմության հերթական խեղաթյուրումն է։ Դուք հիշեք, որ դա տեղի ունեցավ ոչ միայն Հայաստանի հետ, այլև եւ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, որ Ադրբեջանը մեզ այն շուտ։ Մենք դրանից հետո եւս կես տարի դիմադրում ենք, ընդ որում հերոսաբար ենք դիմադրում երկու ճակատով եւ թուրքերին եւ ադրբեջանա-բոլշևիկյան ուժերին եւ երկար տևեց այդ դիմադրությունը, մինչեւ մենք ուժասպառ եղանք, հա։ Եվ երբ որ Փաշինյանը այդ անհեթեթ պնդումներն անում, թող մի հատ բացատրի, իսկ որն էր այլընտրանք, ինչ պետք է մենք անենք։ Ոստի ես կարծում եմ, որ մեր պետությունը, որը ստեղծվել է 18 թվականին, պարզապես իսկապես 20 թվականի վերջում ուժասպառ եղավ, բայց մենք մեր պետականությունը չկորցրեցինք։ Ի վերջո այդ ամբողջ դիմադրությունը, այդ կռիվները, այդ հայկական հերոսական կեցվածքը բերեց նա, որ ստիպված եղան ճանաչել Հայաստանի Հանրապետությունը արդեն խորհրդային։ Բայց կարծում եմ Փաշինյանի խոսքերը վերաբերում էին այս օրերին, նա նկատի ունի, որ այս օրերին մենք այդպես պետականությունը, ինքնիշխանությունը չենք գնահատում, դեռ մնացել ենք ինչ-որ ժամանակավոր պետության բարդույթի մեջ եւ նա փորձում է հաղթահարել մեր մեջ այդ։ Գուցե ինքն է փորձում հաղթահարել այդ բարդույթները, անձամբ ես ոչ մի այդպիսի բարդույթ չունեմ, ես կարծում եմ, որ մեր պետությունը շարունակական ա եղել խորհրդային Հայաստանի պայմաններում, թեև առաջի երևի 20 տարիները շատ ծանր են եղել մեր համար, բայց այն պահից սկսած, երբ որ 600,000 հայեր զենք վերցրեցին, գնացին մասնակցեցին երկրորդ համաշխարհային պատերազմում, անձնվերաբար կռվեցին, հայկական ազգային դիվիզիաները մտան Բերլին եւ այլն, մենք նորից ինչ-որ իմաստով վերականգնեցինք եւ մեր մարտական փառքը եւ մեր ուժը եւ ցույց տվեցինք, որ խորհրդային միության ժողովրդների մեջ մենք ամենամարտունակ ժողովրդներից մեկն ենք, ամենամարտունակ, ամենակազմակերպված, ամենաուժեղ, ամենաքաջարի ժողովրդներից մեկը։ Եվ այդ պահից սկսած ինչ-որ իմաստով, հա, նույնիսկ խորհրդային պայմաններում սկսեց հայկական պետականությունը ներսից վերականգնվել։ Ես դրա հետ կապված մի հատ հետաքրքիր գիրք եմ կարդացել, կարծեմ հեղինակը Գյուլպենկյան հիմնադրամի հայկական ծրագրերի բաժնի տնօրենն է, որը շատ մանրամասն նկարագրում է ինչպես խորհրդային Հայաստանում 45 թվականից ի վեր, պատերազմի հաղթանակից ի վեր, սկսեց աշճանաբար նորից վերականգնվել հայկական ազգային կյանքը, մշակույթը, հա, հայկական ոգին եւ այլն, եւ դա կուլմինացիայի հասավ 1965 թվականին։ Ցեղասպանության 51-ի ժամանակ, երբ որ ժողովուրդը դուրս եկավ փողոցներ, խորհրդային միության պայմաններում, դուրս եկավ փողոցներ, պահանջելով ցեղասպանության ճանաչում,
նորից պահանջելով իդեպ այն ժամանակ արդեն պահանջելով Արցախի միացումը կամ Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին եւ ցույց տվեց, որ հայ ազգը չի համակերպվել այդ պարտության հետ։ Զարթոնքի շրջաններ, պարոն Չալեբյան, գալով մեր օրեր, ինչ տպավորություն եք զորահանդեսից, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ վերջապես ձեզ ցույց տվեցի, որ դիվերսիֆիկացիան հնարավոր է, այսօր ասում է, որ 7 երկրի զինատեսակներ են ներկայացվել զորահանդեսի ընթացքում, ժամանակին ասում էր 80-ականների զենքեր, հիմա ասում է 60-ից 70-ականների զենքեր այլևս չունենք, ինչպես Սերժ Սարգսյանի օրոքեր ձեր տպավորությունը։ Տեսեք, իմ տպավորությունը մի քիչ խառն է եւ նաեւ պայմանավորված է նրանով, որ ես ինքս այդ ոլորտում վաղուց մասնագիտացած եմ եւ անգիր գիտեմ, թե մեր բանակը ինչ սպառազինություն է գնում ումից։ Իմ համար այդ իմաստով բացարձակ որևէ նորություն չկար, թերևս միակ նորությունը ամենավերջում ցույց տված չինական այդ հերահար ԱԹՍ-ներն էին, որոնց մասին ես այդքան էլ տեղեկացված չէի, այսօր պարզեցինք, որ դա այսպես կոչված CH4 Rainbow ԱԹՍ-ներ են, զարմանալի կերպով այդ բոլորը ներկայացվում էր հայկական անուններով, բայց դրանք բնականաբար չինական արտադրության ԱԹՍ-ներ են, որոնք բավական լուրջ սպառազինություն են։ Հիմա նայեք, առաջինը, որ ես ուզում եմ արձանագրեմ, հետևյալն է։ Ես որպես մարդ, որը միշտ բանակին մոտ եմ կանգնած եղել, ես ուզում եմ արձանագրեմ, որ մեր բանակը շարունակում է այո աշխատել եւ զարգանալ, եւ բանակի ներսում կան, այսպես ասած, կենտրոններ, հա, մտքի, որոնք այդ աշխատանքը տանում են, որպեսզի բանակի սպառազինությունը զարգանա, որպեսզի բանակը կարողանա տեխնոլոգիական զարգացում ունենա եւ դա դրվատանքի արժանի եւ գովելի է։ Մյուս կողմից ես ուզում եմ արձանագրեմ նաեւ հետեւյալը։ Փաշինյանը իշխանության գալու պահից ի վեր 2018 թվականից սկսած եւ սա 9-րդ մայիսն է, երբ որ նա իշխանության է, հա, 9-րդ հանրապետությունն է, երբևիցե զորահանդես այսօրը չի արել, երբևիցե։ Ինչու արեց։ Ես հիշում եմ, որ անցած տարի մայիսի 28-ին Հայակվեն եղել է միակ կազմակերպությունը Հայաստանում, որ մայիսի 28-ին ընդհանրապես ինչ-որ միջոցառում է կազմակերպել, մենք մեծ տոնական համեր կազմակերպեցինք։ Իշխանությունները ընդհանրապես որևէ կերպ չանդրադարձան մայիսի 28-ին, ընդհանրապես։ Եվ իմ մոտ հարց է առաջանում, շատ բարձր հարց։ Եթե դուք երբևիցե մայիսի 28-ին ոչ թե զորահանդես, ընդհանրապես տոնահանդես չեք արել, ինչպես ստացվեց, որ այս անգամ զորահանդես արեցիք։ Այդ առաջի հարցը, որ իմ մոտ առաջանում է, եւ ինչի է դա պայմանավորված։ Ինձ թվում է պատասխանը ակնհայտ է, որ մեկ տարի այո 10 օրից ընտրություններ ունենք, պետք է այսպես ասած ինքնագովազդվել, դա մեկ։ Երկրորդը, ինքը զորահանդեսը եթե վերցնենք, ես ուզում եմ արձանագրեմ հետեւյալը։ Նախ եւ առաջ սպառազինությունների մեծ մասը, որը ցույց է տրվել է զորահանդեսի, նախ ոչ մեկի համար գաղտնիք չի, մասնագետների համար գաղտնիք չի։ Հա, պարզ է, որ այնտեղ շարքային քաղաքացիների համար դա կարող է տպավորություն գործի, մասնագետների համար գաղտնիք չի, որովհետեւ հայտնի է բանակը ինչ սպառազինություններ է գնում ինչ երկրներից։ Բայց ես ուզում եմ ասեմ հետեւյալը, տեսեք, վերցնենք օրինակ ավիացիան։ Ավիացիա եւ որևէ մեկ նոր միավոր ցույց չի տրվել։ Այսինքն 8 տարվա ընթացքում Հայաստանի ավիացիան որևէ մեկ միավորով չի հարստացել։ Դա ուղղակի փաստ է, որովհետև հիմա ցույց են տրվել են, ինչ որ ցույց կտրվեր սրանից 7 տարի առաջ։ Բացառությամբ Սու-30-ների, որոնք 2020 թվականին եկել եւ այն ժամանակ այո, հրթիռներ չունեն, որ չօգտագործվեցին։ Երկրորդը, ինչ շատ զարմացրեց, որ օրինակ համազարգային կրակի կայաններ պրակտիկորեն ցույց չտրվեցին։ Նույնիսկ ինչ որ մենք ունենք, ասենք Սմերջերը, Գրադները, ցույց չտրվեցին Իսկանդերները։ Ինչով են պայմանավորված դա, ես ասում եմ 2 ժամից ավելի չէին կարող մարդկանց արևի տակ կանգնացնել եւ ամբողջը չենք ցուցադրել։ Թե կարծում եք դրանք առաջինը կցուցադրեն։ Չէ, ես գիտեք դա ամենահզոր սպառազինությունն է մեր ունեցած, ասենք օրինակ Սմերջը հաստատ ավելի հզոր սպառազինությունն է, քան ինչ որ ցույց է տրվել։ Ինչի դա ցույց չի տրվել, իմ համար ճիշտ ասած գաղտնիք ամենում։ Երրորդը, որը իմ համար իմ մոտ անկեղծ եմ ասում, շատ մեծ տարակուսանք առաջացրեց։ Երբ որ ցույց էին տրվում արտասահմանյան արտադրության սպառազինությունները, դրանք բոլորը որպես կանոն ներկայացվում էին ինչ-որ հայկական անուններով, իհարկե մտածածին անուններով, հա։ Բայց աստվածների հեթանոսական։ Լավ, իրանց գործն է, բայց հենց հարցը հասավ հայկական արտադրության սպառազինությունին, հերթով շատ մանրամասն ներկայացվում էին դրանց տեխնիկական մարտավարական բնութագրիչները եւ արտադրող ընկերությունները։ Այդ իմ մոտ նես տպավորությունն է, որ ուղղակի թշնամուն զրի ինֆորմացիա են հայտնում։ Մասնապես արտադրող ընկերությունների անունները, ես լավ չեմ հասկանում ինչ էր դառնում։ Բայց արտասահմանյան այն դեպքում չի եղել, չէ՞ տենց բան։ Այնտեղ պետք է հասկանալ հետեւյալը, Գուցե նրա համար, որ հիմնավորի իր այն պնդումը, որ մեր ռազմատեխնիկական արտադրությունն այն աստիճանի է հասել, որ արդեն մենք ենք հզորագույն զարգացած պետությունների մատակարարը։ Նայեք, մի բան ձեզ ասում եմ, տեսեք, այն ինչ որ ցույց է տրվել հայկական արտադրության որպես ամբողջություն, եղած ամբողջ սպառազինության մեջ ամենաթեթև սպառազինությունն էր։ Հիմնականում մարտական եւ հրատախոզական ԱԹՍ-ների մասնախոսքը գնում։ Ես որպես մարդ, որ դրան անմիջական առնչություն ունեմ, հենց զորահանդեսից հետո սկսել եմ զանգեր ստանալ, թե ինչ էին դրանք առանց մեզ հարցնելու մեր անունը տալիս։
Որովհետև խնդիրը այդ ընկերությունների համար հասկանում եք, այդ ընկերությունները սկսել են Ադրբեջանի կողմից թիրախավորվել, այդ ընկերությունների մատակարարման շղթաները հիմա փորձել են խզել ադրբեջանցիները եւ այլն։ Լավ չեմ հասկանում, ընկերությունների անունները վնասեց, այսինքն բնականաբար, այսինքն կարող էր ասվել, որ սա հայրենական արտադրությունն է, ես դրանում խնդիր չեմ տեսնում, բայց պետք չէ ընկերությունների անունները տալ, պետք չէ տեխնիկա մարտավարական այդ բնութագրիչները տալ եւ այլն։ Որտեղ ոնց որ դնես բանսկու տեղի վրա դա մատուցես, հա։ Հիմա ամենամեծ խնդիրը հետեւյալն է՝ ի վերջո, այս զորահանդեսը ինչ նպատակ էր հետապնդում։ Եթե դուք այս սպառազինությունը չեք ուզում կիրառեք, եթե դուք սպառազինությունը գնել եք այս ամբողջ ընթացքում բացարձակ չեք օգտագործել այդ սպառազինությունը, նույնիսկ ուսումնական նպատակներով չեք զորավարժություններ չեք արել այս ընթացքում։ Զորավարժություններ չեն արել Հայաստանում արդեն քանի տարի է զորավարժություն չի արվում։ Փոխարենը ունեք մեր բանակը չի ադապտացվել այդ զինտեխնիկային, որը ձեռք է բերել։ Եթե դուք զորավարժություն չեք անում, խելամիտ է ենթադրել, որ մինչև վերջ այո, տեխնիկան ադապտացվածել չի։ Բայց զորավարժություն չեք անում, բայց զորահանդես եք անում։ Ուրեմն, եթե դուք զորահանդես եք անում, բայց զորավարժություն չեք անում, մեծ է հավանականությունը, որ այդ տեխնիկան ավելի շատ ցույց տալու նպատակ ունի, քան թե իրական դերասում է հաշվետվության համար եմ ես անում, որովհետև ինձ մեղադրում են, ասում են 8 միլիարդի պարտք ես կուտակել եւ զենք չես գնել, հիմա ցույց եմ տալիս այդ 8 միլիարդի պարտքը նայեք, դա հաջորդ սուտն է, հա, Հայաստանը այս տարիների ընթացքում երբ որ այդ 8 միլիարդի պարտքը կուտակվել է, մոտավորապես 1.5 միլիարդի սպառազինություն է գնել, 1.5 միլիարդ դոլարի։ Այսինքն այդ պնդումները, որ մենք 8 միլիարդի պետական պարտք են կուտակել, որ սպառազինություն կրենք, սուտ է, պարզապես սուտ է, եւ իմիջած ասեմ, այդ թվերը շատ հեշտ է ստուգել, որովհետեւ կա ամեն տարվա պետական բյուջեի ներսում կան հատկացումները սպառազինությունների գնումներին, բացի դրանից կան միջազգային ինստիտուտները, որոնք հետևում են սպառազինությունների գնումներին։ Ամենակարևորը դա Ստոկհոլմի խաղաղության ինստիտուտն է։ Ցանկացած սպառազինություն, որ այսօր դուք տեսել եք զորահանդեսին, Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի կողմից արձանագրված է, որտեղ այն ամեն ինչ որ գալիս է միջպետական պայմանագրերով, դրանք բոլորը թափանցիկ են։ Պետությունները դրա մասին զեկուցում են։ Ում ինչ սպառազինություն են մատակարարում, թե դա ասենք բան չէ, կոնտրաբանդա չի, իսկ մեր դեպքում կոնտրաբանդա չի։ Այսինքն խնդիրը նրանում է, որ մենք այս ընթացքում 1.5 միլիարդ դոլարի սպառազինություն ենք գնել, որը վատ չի, բայց հաստատ 8 միլիարդ չի, դա 5 անգամ ավելի քիչ է։ Դե մնացածն էլ այսօր ասած Հյուսիս հարավին ենք ուղղել, դա պետական պարտքը։ Պարոն Չալեբյան, իդեպ տեսեք Նիկոլ Փաշինյանը ժամանակին ասում էր զորահանդես չենք անում, այդ թվում եւ զորավարժություններ, հապկի զորավարժություններին էին հրաժարվում մասնակցել, ըստ օդում կախված լուրերի նաեւ Իրանի հետ զորավարժություններ են առաջարկ եղել մասնակցելու եւ չեն մասնակցել, որպեսզի չխոչընդոտեն խաղաղության օրակարգին։ Հիմա փաստացի ստացվում է, որ այս դեպքում այլևս մենք չենք խոչընդոտում այդ նույն խաղաղության օրակարգին, եւ երկրորդը ինձ հետաքրքիր է Ադրբեջանի այդ հիստերիան, երբ ամեն անգամ բարձրանում էր, նույնիսկ մեկ լուրից, երբ տալիս էին, որ օրինակ Հայաստանը Ֆրանսիայից զենք է գնել, Հայաստանը Հնդկաստանից զենք է գնել։ Ցանկացած լուրից հետո անմիջապես Ադրբեջանում այսպես մեծ հիստերիա էր, չէ՞, բարձրանում, որ այ տեսնում եք դուք խաղաղության չեք ձգտում, դուք ագրեսիա եք ձգտում։ Բա հիմա ինչու է լուր Ադրբեջանը։ Տեսեք, նախ ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես բոլորն էլ պարտավոր չենք Ադրբեջանին հարցնել, թե ումից ինչ սպառազինություն են գնում կամ ինչ սպառազինություն են արտադրում եւ այլն, հա։ Բայց հետաքրքիր է, ինչու այս անգամ նրանք չեն խոսում այսպես։ Երկրորդը, ինձ թվում է ձեր հարցի պատասխանը հենց ձեր հարցի մեջ է, որովհետեւ Ադրբեջանը շահագրգռված է Նիկոլ Փաշինյանի վերընտրությամբ։ Դա ակնհայտ է, դա այնքան ակնհայտ է։ Դրա մասին խոսել է օրինակ Ֆիդանը, հա։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, դրա մասին խոսում են բազմաթիվ ադրբեջանական բլոգերներ։ Ուղիղ տեքստով Ալիևը չի ասել, որ ինքը աջակցում է Փաշինյանին, հա, բայց բազմաթիվ ադրբեջանական բլոգերներ ասում են, հայ ժողովուրդ խելքդ գլուխդ հավաքի Փաշինյանին ընտրի, թե չէ պատերազմ կունենաս։ Ադրբեջանի բանն է, այսպես ասած, սրտի թեկնածուն է Փաշինյանը, եւ նույնիսկ եմ ասում, ադրբեջանցիները դա չեն թաքցնում։ Եվ այդ պատճառով այսինքն համաձայնություն տվել են, որ այստեղ զորահանդես տեղի ունենա։ Բայց Փաշինյանը ասել է դրա մասին, ասել է, տեղեկացել ենք միջազգային։ Ասել է, որ ինքը համաձայնեցրել է։ Այսինքն իրականում գոյություն ունի խնդիր Փաշինյանի իշխանության վերարտադրության, եւ այդ տրամաբանության մեջ բոլոր ովքեր շահագրգռված են նրա վերարտադրությամբ, դա կլինի Ադրբեջանը, կլինի Թուրքիան, Եվրոպական միությունը կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այս ընթացքում իրանց աջակցությունը բացահայտ կամ ոչ բացահայտ ձևով հայտնել են։ Այսինքն եկեք ուղղակի փաստենք հետեւյալը եւ դրա մեջ ոչ մի որպես այդպեսին կրիմինալ չկա, որ տվյալ դեպքում Փաշինյանը ձևավորել է իր շուրջը կոալիցիա, որի մեջ մտնում է Ա. Ադրբեջանը, B. Թուրքիան, G. Եվրոպական միությունը եւ D. Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Հիմա նրանք չեն միջամտում Հայաստանի ներքին կյանքին։ Օրինակ ասում են Ռուսաստանը միջամտում է։ Չէ, շատ ակնհայտ են միջամտում։ Օրինակ այսօր
Նորմալ չի արկի։ Ընդհանրապես մեր ներքին կյանքի միջամտությունը որևէ կողմից նորմալ չի, եւ այդ ցավ եմ արձանագրում, որ մեր ընտրությունները դարձել են աշխարհաքաղաքական բախման, այսպես ասած, կիզակետ, որին միջամտում են եւ եվրոպացիները, եւ ադրբեջանցիները, եւ թուրքերը, եւ Միացյալ Նահանգները, եւ ռուսներն են հիմա միջամտում։ Այսինքն բոլորը կռվում են այս մի հատ փոքր Հայաստանի համար։ Եվ դրա պատճառը Փաշինյանն է, որովհետեւ ինքն է դրա առիթը տվել։ Ինքն է սարքել իրավիճակը այնպես, որ իր այս հերթական ընտրությունները դարձել են աշխարհաքաղաքական բախում, բարի բունի իմաստով։ Ինչպես է առիթը տվել։ Նա ասում է, ես պարզապես չեմ փորձել եմ այնպես անել, որ մեկ պետությունից կախված չլինենք, փորձենք մեր շահերը համադրել, մյուսների հետ էլ համագործակցել եւ այսպես բոլորի շահերը մենք դառնանք խաղաղության խաչմերուկ, որտեղ բոլորը կարող են իրենց շահերը նաեւ ինչ որ առումով իրացնել։ Տեսեք, դա արտակուստ է։ Բայց եկեք փաստերին նայենք, իրական փաստերը հետեւյալն է։ Մենք եղել ենք ՀԱՊԿ անդամ, ՀԱՊԿ անդամակցությունը սառեցվել է։ Եվ ըստ էության որևէ կառուցողական երկխոսություն չի գնում, որպեսզի այդ կուտակված խնդիրները լուծվեն։ Հիմա մեր շահավորն է, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք, այդ դեպքում միանգամից հարց առաջանում, անվտանգային որ համակարգին ենք մենք անդամակցելու։ Այս ընթացքում Փաշինյանի կողմից կամ Փաշինյանի գործընկերների կողմից որևէ խելամիտ լուծում չի առաջարկվել։ Եթե առաջարկվեր կնստենք խոսենք։ Երկրորդը մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Տնտեսական այն զարգացումը, որը մենք ունեցել ենք վերջին մի քանի տարիների ընթացքում, զգալի չափով պայմանավորված է նրանով, որ մենք հանդիսացել ենք կամուրջ ԵԱՏՄ-ի մի կողմից եւ մյուս կողմից այլ երկրների միջև, մասնապես Եվրոպական միության, մասնապես Չինաստանի ինչ-որ չափով, արաբական երկրների եւ այլն, այսինքն Հայաստանի մեջով սկսել են տնտեսական եւ ֆինանսական հոսքեր անցնել, որ այլ դեպքում չէին անցնի։ Հիմա ես պարզ հարց եմ տալի, եթե մենք այդ խողովակը փակենք ԵԱՏՄ-ի, տնտեսական մոդելը ինչպես ենք վերակառուցելու եւ քանի տարի կտելի եւ ինչ կլինի այդ ընթացքում։ Ասում է մենք մտադրություն չունենք ԵԱՏՄ-ից դուրս գալ, այսօր էլ ասած ես դուրս չեմ գալու, ընտրություններից հետո էլ կգնամ այնտեղ իմ հարցերը կկարգավորեմ։ Հիմա տեսեք, ես շատ հույս ունեմ, որ իսկապես ԵԱՏՄ-ից դուրս չեն գա, բայց մենք տեսնում ենք, որ համենայն դեպս Ռուսաստանի կողմից անընդհատ որոշակի նախազգուշացումներ են արվում, որովհետեւ Ռուսաստանը մի շատ բարձ հարցում, ըստ էության ճիշտ խնդիր է բարձրացնում։ Իրանք ասում են, եթե դուք ԵԱՏՄ-ի մեջ եք, ուրեմն դուք պետք է լինեք ԵԱՏՄ-ի մեջ եւ շարունակեք ԵԱՏՄ-ի մեջ լինել։ Դուք չեք կարող լինել ԵԱՏՄ-ի մեջ, միևնույն ժամանակ ասեք, որ մենք ուզում ենք Եվրոպական միությանը անդամակցենք։ Հասկանում եք։ Մի բան է, երբ որ մենք ԵԱՏՄ-ի մեջ ենք եւ Եվրոպական միության հետ համագործակցում ենք։ Դա շատ նորմալ է, ավելին ձեզ ասում, նույնիսկ ասում Հայաստանի համար դա լավագույն սխեման է, երբ որ մենք այդ երկու մեծ բլոկների միջև կապող ուղակ ենք։ Դա լավագույն սխեման է, որովհետեւ մեր մեջով լուրջ տնտեսական հոսքեր են գնում եւ Եվրոպական միությունը ոնց որ դիտարկում է Հայաստանը որպես ԵԱՏՄ մուտքի դարպաս։ Իդեալական է մեր համար։ Բայց հենց մենք ասում ենք մենք ԵԱՏՄ-ից ուզում ենք դուրս գանք գնանք ԵՄ, միանգամից երկու խնդիր առաջանում։ Բայց ասում են ժողովուրդը կորոշի, մենք չենք ասել որ ուզում ենք։ Այդ դեմագոգիան եկեք դնենք մի կողմ, կդնենք։ Եկեք այդ դեմագոգիան իրանք են օրենք ընդունել։ Իրանք են օրենք ընդունել։ Օրենք են ընդունել, որ Հայաստանը սկսում է ԵՄ անդամակցության գործընթացը։ ԵՄ բոլոր փաստաթղթերի մեջ էլ դրան հեղում է կատարվում։ Հիմա, երբ որ դուք ասում եք մենք ուզում ենք ԵԱՏՄ-ից դուրս գանք ԵՄ ընդունվենք, հա կորոշենք ապագայում։ Երկու խնդիր է առաջանում։ Առաջին խնդիրը հետևյալն է. ԵՄ-ն երբևիցե պատրաստակամություն հայտնել է։ ԵՄ-ն երբևիցե այդ պատրաստակամությունը չի հայտնել։ Ամենապարադոքսը դա ԵՄ-ում չեն սպասում Հայաստանում։ Երկրորդ խնդիրը, որը տեղ առաջանում է, հետևյալն է. ԵԱՏՄ-ն ասում է, եթե դու ընդունվես ԵՄ լինելով ԵԱՏՄ անդամ, եկեք այդ դեպքում հիմիկվանից դուրս արի ԵԱՏՄ-ից։ Ոնց կարող ես երկու աթոռի վրա նստես։ Եվ մենք ստացվում է, որ մի բանը արդեն ունենք, դրանից հրաժարվում ենք, երկրորդը չունենալով, բացարձակ չունենալով։ Երկրորդը ներողություն այստեղ այո, հիմա ասում է կարս ախալքալակ կարս երկաթուղին վերագործարկվում է, ինչը նշանակում է, որ այլևս մեր ապրանքները կգնան դեպի եվրոպական շուկաներ։ Ես ներողություն խնդրում եմ, ուրեմն տեսեք, նախ կարս ախալքալակ երկաթուղին չի վերագործարկվում, նա վաղուց աշխատում է, դա Վրաստանից Թուրքիա տանող երկաթուղին է, որ վաղուց աշխատում։ Ոչ մի բան էլ չի վերագործարկվում։ Բայց ինչու է ներկայացնում որպես սենսացիա, կարևոր լուր էսպես։ Կներեք, որ Նիկոլ Փաշինյանը ասենք իր կողքով ճանճել, որ թռնի ներկայացնում որպես սենսացիա, դրա մեջ ընդհանրապես ոչ մի նորություն չկա։ Հիմա տեսեք, ըստ էության ասվում է հետևյալը, որ այդ երկաթուղին մենք կարող ենք օգտագործել մեր ապրանքները տեղափոխելու համար Եվրոպական միություն։ Իսկ կներեք, փոթից նավանգից էլ մենք վաղուց կարող ենք օգտագործել Եվրոպական միությունը ապրանք տեղափոխելու համար եւ դա ավելի էժան է, բայց չենք տեղափոխում։ Շատ պարզ պատճառ, որովհետեւ Եվրոպական միությունը այդ ապրանքի պահանջարկը գոյություն չունի։ Այդ ապրանքի պահանջարկը ավանդականորեն, պատմականորեն առաջացել է ԵԱՏՄ-ի ներսում։ Որն է այդ ապրանքը? Այդ ապրանքը գյուղմթերքներն են, վերամշակած գյուղմթերքներն են, ծխախոտն է, խմիչքներն են եւ այլն։ Դրա շուկան
ԵԱՏՄ-ն է, ԵԱՏՄ-ը հիմա որ հայկական կոնյակ է խմում, Եվրոպայում հայկական կոնյակ անվանումը իսկ արգելված է, հասկանում եք, եւ հիմա խնդիրը հետեւյալն է. դու եթե տարիների ընթացքում աստիճանաբար Եվրոպական միությունում շուկաներ գրավես, ուժեղացնես քո դիրքերը այնտեղ, ես կհասկանամ այդ խոսակցությունը, կասեմ, հա, հասկանալ եմ, մենք աստիճանաբար մեր տնտեսական հոսքերը վերակողմնենք։ Բայց եթե դու այդ շուկան չունես, եղած շուկայից հրաժարվում ես, նորը չունես, դրա հետևանքը ո՞րն է ալնելու։ Դրա հետևանքը ալնելու են փչացած ծաղիկները, որ տեսնում եք, սաղ ջերմոցների դիմաց փչացած ծաղիկներ են թափած։ Եվ դա հələ ծաղիկներն է, որտեղ իրանք կլոր տարի են։ Հիմա մի ամսից սկսելու է Իրանը, մյուս մրգերը եւ այլն։ Իդեպ այսօր ծաղիկների մասով չէ, օրինակ գյուղմթերքի մասով ասում եմ, ես մեր տնտեսվարողներին միշտ զգուշացրել եմ, որ պետք է ստանդարտներին համապատասխան ապրանք տանեք։ Եթե դուք ստանդարտներին համապատասխան ապրանք չեք տա, մենք մեր ինքնիշխանության հաշվին չենք պատրաստվում աջակցել, որ ձեր ապրանքները մատակարարվեն դեպի։ Ես կարծում եմ, որ դա բերելու է նրան, որ մեր արտադրողները շատ հստակ իրենց ընտրությունը կատարեն, եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանի օգտին, այլ իր մրցակիցների, որովհետեւ այդ աբսուրդը, որ ասում է Փաշինյանը, մարդկանց կներեք փորը չի կշտացնելու։ Հասկանում եք, չէ՞, մարդիկ այսօր հսկայական վնասներ են կրում եւ իրանք այդ վնասները վերագրում են Փաշինյանի արկածախնդիրը քաղաքականությունը։ Էներգետիկայի հատկապես գազի առումով ինչ վնաս են կրելու, Ռուսաստանը պաշտոնապես ասաց, որ նամակ են ուղղել այստեղ նախարարությանը, ասել են, որ մենք միակողմանիորեն կչեղարկեն կամ կկասեցնեն գազի մատակարարման համաձայնագիրը, որ առանց մաքսատուրքի եւ ոչ միայն գազի նավթամթերքի, չմշակված ադամանդի, այստեղ Փաշինյանն ասում է, մենք 8 տարի է նման նամակներ ստանում ենք, մենք մեր սեփական գազը կունենանք, մենք այնքան գումար կունենանք, տրիլիոններ կունենանք, որ այլևս նրանց թանկ գազը մեզ համար չի ընկալվի որպես թանկ։ Հիմա տեսեք, դա էլ է մեկ մասած արկածախնդրության դաշտից շատ բարձ պատճառով։ Տեսեք, անցած տարի Հայաստանը Ռուսաստանից գնալ է մոտապես 2.2 միլիարդ խորանարդ մետր գազ։ Գազի գինը հաշվարկվում է 1000 խորանարդ մետրի համար։ Հիմա պատկերացնենք, որ գազի գինը կրկնապատկվի, որը կարող է տեղի ունենալ, եթե Ռուսաստանը իսկապես անցնի միջազգային գների, հա։ Կրկնապատկվի թե ավելի շատ։ Խոսում էին մինչև 600-ի մասին, այս պայծառությամբ ենթադրենք կրկնապատկվում է, ես ուղղակի ուզում եմ թվերի կարգը բացատրեմ։ Հիմա տեսեք, եթե գազի գինը կրկնապատկվի, Հայաստանը հավելյալ ամեն տարի Ռուսաստանին պետք է վճարի $400 միլիոն այդ ծավալների համար։ Այդ $400 միլիոն պետք է բաշխվի Հայաստանի ամբողջ բնակչության վրա, հա։ Հայաստանում ապրում է մոտապես 800,000 ընտանիք։ Այդ ամեն ընտանիքի հաշվարկով տարեկան $500 տարեկան $500 կամ 200,000 դրամ։ Դա նշանակում է, որ ամեն ընտանիքի գրպանն է մտնելու Փաշինյանը 200,000 դրամով։ Հիմա կարող է նա դա փոխհատուցել, իհարկե ոչ։ Կարող է 10 տարուց կարակ փոխհատուցեք, հա, զարգանակ այդ ընթացքում հա նոր գազատարներ Հայաստանով անցնեն, Ադրբեջանից իրան գազ բերեն, բայց մինչև այդ ինչ է կանելու, եթե գազի գինը թանկանա։ Ամեն հայկական ընտանիք Փաշինյանի արկածախնդրության համար միջին հաշվով տարեկան վճարել է հավելյալ $500, որովհետև դա իրական հանրահաշիվ է այս բանի։ Դա նույնիսկ նշանակում է, որ յուրաքանչյուր հայ ընտանիք հիմա պետք է իրան հարց տա։ Պետք է իր Փաշինյանի արկածախնդրությունը թե չէ, որովհետև տեսեք, ես ուզում եմ ճիշտ հասկանալ։ Ես ինքս կողմնակից եմ դիվերսիֆիկացիա։ Ես էլ եմ կարծում, որ մենք պետք է գազ տարբեր աղբյուրներից ստանանք։ Հիմա օրինակ մենք Իրանից ստանում ենք 400 միլիոն խորանարդ մետր գազ, բայց Իրանի գազը հիմա էլ 2 անգամ ավելի թանկ է, որովհետև դա են միջազգային գները։ Մենք Ռուսաստանից գազը ստանում ենք իսկապես զեղչով, դա փաստ է։ Եթե մենք դրանից հրաժարվում ենք, թող Փաշինյանը ասի որտեղից է գալու կամ էներգիան գազը, որը դրան փոխարինի։ Կամ այն փողը, որի մասին ինքը ասում է։ Պարոն Չալեբյան, մեկ այլ տեսակետել է հնչել օրինակ Դանիել Յուաննիսյանից, այսպես եթե նրան դիտարկում են շատերը որպես մերձ իշխանական օղակ, նա ասում է պետականացնենք Գազպրոմ Արմենիան, թող Ռուսաստանը ինչ գնով ուզում է վաճառի, բայց մեր հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը կարգելի, որ մեր ժողովրդի համար գինը, սակագինը բարձրանա։ Գազպրոմ Արմենիային կարգելի։ Ես կարծում եմ, որ Դանիել Յուաննիսյանը, քանի որ դիտորդական առաքելություն է ղեկավարում, պետք է նախ ձեռնպահ մնա այդ կարգի հայտարարություններից նախընտրական շրջանում։ Ես արդեն գիտեմ, որ մի շարք կառույցներ դիմել են կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի Դանիել Յուաննիսյանին զրկեն։ Դիտորդական առաքելություն իրականացնելուց եւ ես խորհուրդ կտայի իսկապես Դանիել Յուաննիսյանին ամենայն հարգանքով, որպեսզի ինքը այս շրջանում դադարի քաղաքական հայտարարություններ անել։ Դուք եք գտնում, որ կողմնապահ է, քաղաքական հստակ ուղղվածություն ունի կամ վարկաբեկում է մյուս ընդդիմադիրներին, օրինակ Էդմոն Մարուքյանը պնդում է, ասում է, ինձ վարկաբեկում է։ Չէ, երեգի մասին է նաև գրառում կատարել։ Դրան առանձին անդրադառնանք բնականաբար, բայց տեսեք, այդ գաղափարը, որ եկեք ազգայնացնենք սա, եկեք ազգայնացնենք նա, հեծ ազգայնացնենք, Գազպրոմ Արմենիան ազգայնացնենք, ընդհանրապես ասած ամեն ինչն էլ կարելի է ազգայնացնել տեսականորեն, հա, օրինակ հիշենք Վենեսուելան ազգայնացրել էր
իր տարածքում գործող բոլոր նավթային ընկերությունները։ Դա վերջացավ նրանով, որ Միացյալ Նահանգները պարզապես ներխուժեցին Վենեսուելա, առևանգեցին ընդդեղից երկրի նախագահին, ամբողջ Վենեսուելան խայտարակ եղավ աշխարհում մեկ։ Ոստի գաղափարները ազգային, օրինակ ոնց է պատկերացնում Իոնիսյանը Ռուսաստանին պատկանող սեփականությունը ազգայնացնել։ Բա դրա հետևանքը ինչ է լինելու, մտածում ես։ Ինչ է լինելու դրա հետևանքը։ Ով է ավելի շատ ումից կախված, Հայաստանը Ռուսաստանից, թե Ռուսաստանը Հայաստանից։ Ռուսաստանը Հայաստանից, որովհետև ասում են ռազմաբազան կհանենք, չենք թողի եվրոպական ապրանքները մեր տարածքով գնան Ռուսաստան, այսինքն մենք շատ լուրջ խնդիրներ կարող ենք ստեղծել Ռուսաստանի համար։ Մեր ապրանքների ռուսական շուկան ասում է մեր ապրանքների կարիքը շատ ունի, օրինակ գյուղմթերքի։ Մենք չենք մատակարարի այնտեղ։ Ես ենթադրում եմ Իոնիսյանը, քանի որ ծայրահեղ հակառուսական է եւ երբևիցե Ռուսաստանում երևի չի եղել վերջի շրջանում, էլի։ Ինքը պետք է հասկանա, որ մեր գյուղմթերքները ունեն մրցակցություն։ Իդեմս թուրքական գյուղմթերքների, իդեմս Ուզբեկիստանից, Կիրգիզիայից, Տաջիկստանից եկող գյուղմթերքների, Ադրբեջանից։ Այո, Ադրբեջանից եկող գյուղմթերքների։ Այդ ես ինչած ասեմ, քանի որ ես Ռուսաստանում ապրել եմ նախկինում, հայկական գյուղմթերքը ամենաթանկն է Ռուսաստանում, բայց նա մրցունակ է մենակ մի պատճառով, որովհետև նա համարվում է ավելի բարձր որակի։ Հայկական ջուրն է, ծիրանն է, գիլասն է, այլն այդ ամեն ինչ ավելի թանկ է։ Հիմա եթե դուք սկսեք էլի տենց արկածախնդիր կտրուկ գործողություն անեք, այդ շուկաները կփակվեն մեր համար։ Իոնիսյանին դրանից ոչ մի բան չի լինի, որովհետև ինքը արևմտյան գրանտներով ապրում։ Բայց այն հայ գյուղացին, որը գիլաս աճացնում, ծիրան աճացնում, խաղ աճացնում եւ այլն, նրանք բոլորը սննկանալու են Իոնիսյանի պես արկածախնդիրների պատճառով, որովհետև այս մարդիկ չեն հասկանում, որ ցանկացած գործողություն բերում է հակազդեցության, եւ եթե դուք գնում եք այդ գործողություններին հակամարտելու տրամաբանությամբ, ոչ թե կառուցողական երկխոսությամբ, դուք ինչ-որ քայլ եք անում ձեր նկատմամբ անում եւ այլն, աստիճանաբար մի կաթիլ մեղրի տրամաբանությամբ այդ դառնում է մեծ մի հատ հակամարտություն։ Եվ ես չեմ հասկանում, ինչի համար է մեզ հիմա պետք Ռուսաստանի հետ թշնամանալ, որն է դրա նպատակը, որ ինչ ստանանք։ Իդեպ պարոն Չալաբյան, Իոաննիսյանի հետ կապված դիտորդական առաքելության, քանի որ խնդիր եք տեսնում, ազգային ժողովը ընդունեց օրենք, որը փաստորեն ազդեց ձեր դիտորդական առաքելության վրա, այսինքն գտնում էին, որ դուք ունեք քաղաքական ուղղվածություն եւ չեզոք չեք։ Հիմա այս դեպքում չկան երկակի ստանդարտներ։ Բացարձակ երկակի ստանդարտը ես կարծում եմ, որ ամենակահաղականացված են Իոնիսյանն է, եւ տեսնում եմ, որ տարբեր կառույցներ դիմում են, որպեսզի իր դիտորդական մանդատը չեղարկվի, ես հուսով եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ իմաստով հետևողականություն կցուցաբերի։ Հետևողականություն կցուցաբերի։ Իսկապես Իոնիսյանին պետք է արգելափակել դիտորդական առաքելություն իրականացնել, եթե ինքը ուզում է զբաղվի քաղաքականությամբ, թե զբաղվի քաղաքականությամբ, եթե ուզում է դիտորդ աշխատի, պետք է չեզոք լինի։ Ինքը իր քաղաքական նախապատվությունների չափից դուրս ակնհայտ է։ Գալով ձեր մասին նրա գրառմանը, նա ասում է, որ դուք պնդում եք, որ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը փորձում է այնպես անել, որ այլևս օտարերկրացիները կարողանան Հայաստանում, այսինքն այդ արգելքը հանվի եւ կարողանան օտարերկրացիները Հայաստանում հող գնել, խոսքը վերաբերում է իրավաբանական անձանց, որովհետեւ ֆիզիկական անձանց դեպքում արգել կա։ Նա ասում է հակառակն է։ Մենք փորձում ենք բարեփոխումները այնպես անել, որ նույնիսկ իրավաբանական անձանց դեպքում դա խստանա կամ գուցե արգելվի։ Հիմա ինչպես եք դուք նրան արձագանքում։ Ես ոչ մի բան չեմ պնդում։ Ես ասել եմ, որ մենք այդպիսի տեղեկություն ունենք։ Երկրորդը, ես առաջարկում եմ Հստակեցնում գլխոս օրինակ ադրբեջանցիների մասներով։ Ես առաջարկում եմ պարոն Իոնիսյանին, նա նաև իր գրառման մեջ նշել է, որ իրանց մոտ ամեն ինչ թափանցիկ է հանձնաժողովը, որը մեր ասած ծանոթանալ, հետևել։ Մեր ասած մի քիչ տարակուսանք է մոտ առաջացնում, թե ինչն է թափանցիկ։ Բայց ես առաջարկում եմ պարոն Իոնիսյանին, եթե ինքը համարում է, որ թափանցիկ է, հարգելիներս դուք խոստացել եք մինչև ընտրությունները ներկայացնել սահմանադրության նոր նախագծի տեքստը։ Պարոն Իոնիսյան եւ պարոն Իոնիսյանի մյուս գործընկերները, որոնք այդ հանձնաժողովի անդամ են սահմանադրական բարեփոխումների։ Ես այս դեպքում առաջարկում եմ մինչև ընտրությունները ներկայացրեք սահմանադրության նոր նախագծի տեքստը եւ մենք էլ կտեսնենք ով է սուտ ասում, ով է ճիշտ ասում։ Ներկայացրեք այդ տեքստը։ Բայց ձեզ այդ տեղեկությունը որտեղ է, պարոն Չալաբյան։ Մենք մեր տեղեկությունների աղբյուրները չենք բացահայտում, հասկանալ է, որ հանձնաժողովի ներսից է դա եղել ինչ-որ չափով արտահոսքը։ Դուք նաև աջակցում եք Ուժեղ Հայաստան դաշինքին եւ վերջերս Ուժեղ Հայաստան, այսպես եթե ասենք կառավարության նիստ էր հրավիրել, որ ասում են մեր առաջին որոշումներից մեկը, ապագա կառավարության եւ ասում են, որ մեր առաջին որոշումներից մեկը պետք է լինի հենց դա, ոչ միայն արգելենք, որ ադրբեջանցիները այստեղ հող գնեն, այլ նաեւ առհասարակ անշարժ գույք գնեն։ Նման խնդիրներ դուք տեսնում եք մարտահրավերներ, որ գալու են այստեղ անշարժ գույք են գնելու։ Ես անկեղծ ես ասեմ, որ այդպիսի վտանգ ես տեսնում եմ, այո։ Ես ասեմ, որտեղից է գալիս այդ վտանգը։ Այս իշխանությունը ունի, այսպես ասած, դպրոցների օպտիմիզացման ծրագիր։ Այդ ծրագրի տակ ընկնում է մոտ 250 դպրոց։ Ուրեմն այդ դպրոցների մեծ մասը գտնվում է սահմանամերձ գյուղերում։ Եվ ես ներքուստ ունեմ կասկած,
որ իրենց տրամաբանությունը հետևելն է, սկզբից փակել դպրոցը, ասել գնացեք կողքի գյուղը բան եւ այլն, բայց կողքի գյուղի դպրոցը, բայց իրականում դա բերել է նրան, որ մարդիկ աստիճանաբար սկսեն այդ բնակավայրից հեռանալ, որտեղ եթե իրանց երեխաները սովորում են կողքի գյուղում, ապա կամ իրանք պետք է տեղափոխվեն կողքի գյուղ, կամ պետք է տեղափոխվեն համայնքային կենտրոն, կամ գան Երևան եւ այլն։ Այսինքն նպատակ ունի այս իշխանությունը մոտ 260 բնակավայր ու պարզապես դատարկել։ Հա կարող է դա միանգամից չլինի եւ այլն, բայց եթե այդ բնակավայրը տեղից էլ փոքր է, հիմա դպրոց էլ չունի, մարդկանց մեծ մասը, մանավանդ երիտասարդների մեծ մասը, էլ պարզապես մոտիվացիա չունենալու այդ բնակավայրում մնալ։ Տարեցները կարող է մնան, բայց երիտասարդները սկսել են հեռանալ։ Եվ դա բերելու է նրան, որ այս իշխանությունը ըստ տեղ ազատի եկվորների համար։ Բայց ասում են երաշխավորում են, որ երկվորներ չկան, այս հարցով էլ այսօր ամփոփենք եւ այսօր էլ իդեպ ասած, որ 3-րդ դատական հայցն է ներկայացնելու Սամվել Կարապետյանի դեմ, որը պնդում է, որ 300,000 ադրբեջանցի գալու է եւ ասում է նման պնդումներ անողները պարզապես լրտես եւ գործակալ են։ Տեսեք, ես չեմ ուզում Փաշինյանի տարբեր տեսակ սպեկուլյացիաներին անդրադառնալ, հա ինքը էլ մարդկանց սատկացնում է, էլ թաղելու է, էլ նստացնում է, էլ հարցնում է, չի դու չես մեռել եւ այլն, էլի։ Եկեք լուրջ հարցերից խոսանք, հա, լուրջ հարցը հետեւել։ Հա, եկեք լուրջ հարցերից խոսանք։ Ռիսկը որտեղ եք տեսնում, որ գալիս են, դե ասացիք, այսպես քանի որ դատարկում են բնական։ Ռիսկը ես տեսնում եմ հետեւելը։ Ռիսկը ես տեսնում եմ առաջին հերթին Ադրբեջանի քաղաքականության մեջ։ Ադրբեջանը այս հարցին շատ լուրջ է վերաբերվում եւ տարի նա ավելացնում է ներդրումները այս ամբողջ կոնցեպտը միջազգայնացնելու համար։ Ուրեմն Ադրբեջանը առաջին անգամ շրջանառության մեջ է դրել Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը 2022 թվականին։ Եվ դրանից հետո հետևողական տարի նա մեծացնում է, այսպես ասած, այդ հարցի շրջանառության մասշտաբը։ Ստեղծվել է կառույց։ Այդ կառույցը պարբերաբար անցկացնում է համաժողովներ։ Արդեն Նախիջևանում փառատոն են անել։ Համաժողով։ Արդեն 2 համաժողով միջազգային անցկացրել են եւ հունիս ամսին Նախիջևանի Օրդուբադ բնակավայրում 3-րդ համաժողովն են անցկացնելու։ Նա օգտվում է պետական աջակցությունից, պետական ֆինանսավորումից, բայց որը շատ ավելի կարևոր է, ինքը նախագահ Ալիևը Ադրբեջանի պարբերաբար խոսում է դրա մասին, նա չի թաքցնում, նա ասում է, որ դա, այո, դա մեր պատմական իրավունքն է, մեր ժողովուրդը պետք է վերադառնա իր հայրենի բնակավայրերը եւ այլն։ Եվ դա Հայաստանի նկատմամբ ճշմարտ ակնհայտ միջոց է։ Ես չեմ զարմանա, որ երբ որ Փաշինյանը, եթե իհարկե Փաշինյանը վերընտրվի, Աստված չանի, որ այդպեսի աղետ տեղ ունենա մեր ժողովրդի հետ, բայց եթե Փաշինյանը վերընտրվի, Ալիևը այդ պահանջը սարքի շատ ավելի բաց է։ Հիմա ինքը սպասում է, համբերատար սպասում է, եւ հասկանում է, որ առանց Փաշինյանի անհնար է դա առաջ մղել։ Ցանկացած այլ հայ ղեկավար դրան կդիմադրի։ Փաշինյանը չի դիմադրի, շատ բարձ պատճառով դա Փաշինյանի ամբողջ տրամաբանությունը եւ ամբողջ օրակարգ հայլ է։ Փաշինյանը ընդհանրապես շահագրգռված այդ 300,000 ադրբեջանցիների բնակեցման փաստում, չէ՞ որտեղ դրա իր ընտրողներն են։ Դրանք գալու են իրար նտրեն եւ դա նա ունենալու է իդեմս 300,000 ադրբեջանցիների, այսպես ասած, ընտրողների ամուր կորիս եւ իր իշխանությունը հավերժացնի դրանց միջոցով։ Հավերժացնի։ Իդեպ տեսեք ինչու է խնդիրը։ Դա կարող է թվա, որ մի քիչ աբսուրդ բան է, բայց կան երկրներ, որտեղ Եվրոպայում օրինակ, որտեղ կան քաղաքական կուսակցություններ արդեն, որոնք հենվում են օրինակ Թուրքիայից կամ արաբական երկրներից կամ Աֆրիկայից եկած ներգաղթողների վրա։ Այսինքն դա ժամանակի ընթացքում դառնում է լրջագույն քաղաքական գործոն։ Եվ Փաշինյանը հեռար է մտածում։ Նա մտածում է, որ եթե ինքը ունենա 300,000 ադրբեջանցի բնակիչ Հայաստանում, որի մասին ինքը ասել է ինչ-որ իմաստով, հա, որ Հայաստանում բնակչության 90%-ը պետք է հայ լինի։ Իսկ հիմա 98%-ն է, հա, 300,000։ Դա էր ակնարկում։ Այո, որովհետև հիմա 98%-ն է։ Եվ եթե 300,000 ադրբեջանցի գա, կդառնա 90 հայերը։ Այդ դեպքում ինքը կունենա ամուր հենարան իդեպս այդ ադրբեջանցիների ինքը իսկապես խիստ շահագրգռված է։ Պարզապես հիմա բնականաբար պետք է հերքի, որովհետև չի կարող բացահայտ դրա մասին խոսա եւ վերընտրվի։ Պարոն Չալեբյան, շնորհակալ եմ ես ձեզ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում եի Հայ Ակվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։ Մենք կհանդիպենք վաղ նույն ժամին լավ եղեք։